Մեզ է միացել թուրքագետ Նելի Մինասյանը, բարև ձեզ, Նելի։ Նախ եկեք հասկանանք, Թուրքիայի ներսում ինչ է կատարվում։ Ես կասեի ճգնաժամ է, տարբեր տնտեսական ճգնաժամին գումարվել է այս պահին նաև որոշ չափով քաղաքական ճգնաժամ, ինչու որոշ չափով, որովհետև իրադարձությունները դեռևս գտնվում են իշխանությունների վերահսկողության տակ, եւ այս պահին անգամ չկա էլ այնպիսի նախադրյալներ, որ մտածենք, որ իշխանության վերահսկողության տակից արդեն դուրս է գալիս։ Բայց միլիոնանոց հանրահավաքներ են ոնց կասեմ։ Այո, միլիոնանոց հանրահավաքներ են։ Դե տեսեք, Հանրապետական ժողովրդական կուսակցությունը ինքը ինստիտուցիոնալ կուսակցություն է։ Ունի իր ինստիտուցիոնալ, քաղաքական, տնտեսական, մշակութային եւ այս բոլոր էլիտաները։ Եվ եթե հաջողի ամբողջ Թուրքիան ոտքի կհանի։ Ես մի փոքր կասկածում եմ, որովհետեւ այս տասնամյակների ընթացքում Էրդողանի գլխավորությամբ իսլամը կարողացավ բավականին արմատավորվել Թուրքիայում եւ այս պարագայում այդ մարդիկ ավելի Էրդողանի կողմնակից են։ Մոսկվայի պրոֆեսորը ասում էր գյուղերը Էրդողանինն են, քաղաքները Իմամօղլուն։ Շատ ճիշտ բնութագիր, այո։ Դե նախորդ անգամ կամ անգամները դու ավելի ստույգ գիտես, Նելի, Էրդողանին փրկել է այդպիսի ճգնաժամերից Ֆիդանը։ Հիմա ում ձեռքին է այս հանգուցալուծումը։ Թերևս Ֆիդանի դերը կարելի է կրկնել։ Երբ հետախուզության վարչության պետ։ Այո, իհարկե։ 13 տարի նա եղել է ՄԻԹ-ի ղեկավարը։ Ինչպես ասեմ, քալն էլ պակաս կերպար չի, եթե մենք այդ տրամաբանությամբ գնանք, եւ վերջին տարիներին թուրքական ՄԻԹ-ը իսկապես բավականին շատ լավ աշխատում է։ Եվ դա երևում է արտաքին քաղաքականության իրենց այդ ամբողջ։ Այսինքն դրսից չեն խանգարում Թուրքիայի հիմա։ Ցույցերի հետ կապված ես կարծում եմ չէ։ Գիտեք, ոչ թե ավելի շուտ ես կասեի ցանկություն չկա խանգարելու այս պահին կամ դա օգտագործելու։ Ընդհանրապես Իմամօղլուն եւ Հանրապետական ժողովրդական կուսակցության ներկայացուցիչները բավականին մտերիմ են արևմտյան բլոկի հետ, հատկապես եվրոպական երկրների ղեկավարների հետ, եւ ես կարծում եմ, որ ցույցերը սկսելով իրենք ինչ որ ակնկալիք ունեին, որ գոնե եվրոպական երկրները ավելի մեծ, այսպես Ֆիդանը հիմա Փարիզում է։ Ֆիդանը Փարիզում է, բայց իմ կարծիքով ուրիշ հարցերով է։ Եվ այստեղ պատահական չէր, որ ուրեմն Օզելը ՀԺԿ-ի ուրեմն ղեկավարը, երբ որ BBC-ին բան տվեց, հարցազրույց տվեց, ինքը ուղիղ բան արեց, այսպես սկսեց բողոքել հատկապես մեծ Բրիտանիայից, որ ինչու ձայն չեք հանում, թե ինչ է կատարվում Թուրքիայում։ Այսինքն նշանակում է, որ այս պահին եվրոպական արևմտյան պետությունները միտք չունեն խառնվելու Թուրքիայի ներքին այս ուրեմն այս ամբողջ իրադարձություններին եւ ես կարծում եմ, որ դա թույլ է տալիս ենթադրելու, որ այսպիսի Էրդողան իրենց համար ավելի ձեռնտու է։ Ձերբակալել են, կարծեմ, Իմամօղլու փաստաբանին։ Բաց թողեցին։ Բաց թողեցին։ Այո։ Այսինքն այնուամենայնիվ կա տվյալ, որ վտանգավորության աստիճանը մեծ է։ Մյուս կողմից, Նելի, մի քիչ անհասկանալի է, որ այս իրավիճակը մեծ հաշվով ինքը Էրդողանն է խթանել։ Ձերբակալության փաստով։ Այո, ձերբակալության փաստով եւ տեսեք ամենա այսպես կարկառուն դեմքը Իմամօղլուն է, որովհետեւ նա իր հակառակորդն էր, բայց գործը շատ երկար ժամանակ է նախապատրաստվել ու շատ դետալային է նախապատրաստվել, որովհետեւ Իմամօղլուի հետ միասին ձերբակալվել է։ Որովհետեւ պատրաստվում է հաջորդ ընտրությունների։ Այո, իհարկե, ամբողջ այդտեղ է, որովհետեւ վերջին շրջանում միջև հատկապես ձերբակալությունը շատ մեծ ինտենսիվությամբ անընդհատ հարցումներ էին անցկացնում, թե ով ուրեմն հաջորդ ընտրություններին կհավակնի նախագահի պաշտոնի համար ու բոլոր հարցումներում, ընդ որում նաև իշխանական հետաքրքիր է, Իմամօղլուն 50+ ձայն էր տանում, իսկ Էրդողանի ու Իմամօղլուի միջև, այսպես ասեմ, ձայների տարբերությունը 10% տալիս էին։ Իսկ դա արդեն ահռելի թիվ է, որտեղ անցած անգամ ինքը մոտ 2%-ով է հաղթել Էրդողանը։ Այսինքն ռեալ ինքը ընդդիմադիր է եւ ձերբակալեցին։ Նրա հետ ձերբակալեցին ըստ էության նրա ամբողջ շրջապատին, 100-ից ավել մարդու։ Եվ հաջորդ միջև այսօր անգամ այսօրվա դրությամբ այսինքն այն ինչ որ անում էին Գյուլենի հետ։
չէ։ Մեծ հաշվով այո, այնինչ արվեց Գյուլենի հետ, գյուլենականների հետ, նույն բանը դե նրանց մասշտաբը ավելի մեծ էր, դրա համար ավելի մեծ այդ բոլորը տեղի ունեցավ։ Այստեղ մասշտաբը ավելի փոքր է։ Ինչու՞ այդ գյուլենականները Ադրբեջանում իրենց ավելի լավ են զգում։ Ոչ, չէ։ Այդ հեղաշրջման փորձից հետո 2016-ից հետո առաջինը Ադրբեջանը արձագանքեց, փակեց դպրոցները, նրանց վտարեց։ Ինչ այլուց ասեմ, ամենաշատ Էրդողանին այդ հարցում դիմադրեցին Ղրղըզստանն ու Ղազախստանը։ Հիմա Էրդողանը թակում է Եվրամիության դուռը նորից, հա։ Արդեն այս վերջին օրերի ինֆորմացիան եւ շփումները վկայում են մի բանի մասին, որ ինչ որ հույսեր է փայփայում Եվրամիություն մտնելու հետ, բայց շատերը կարծում են, որ դա հերթական, այսպես ասած, խաղն է, որը կավարտվի էլի զրոյական արդյունքով։ Ես այդ տեսակետին կողմնակից եմ, գիտեք ճիշտ է, տեսեք անգամ նախարարին էկոնոմիկայի կանչեցին, կարծեմ հիմա էլ դեռ ուրեմն Բրյուսելում է, այնտեղ մաքսային միության հետ կապված քննարկումներ, այսինքն տնտեսական հարթակում իսկապես լուրջ քննարկումներ ա տեղի ունենում եւ ինչ որ համաձայնությունների ըստ էության կգան, բայց այն որ Ֆրանսիայի արտգործնախարարը ըստ էության ակնարկեց, որ Ֆրանսիան չի տալու համաձայնություն հենց Ֆիդանի հետ հանդիպմանը եւ բացի այդ Երևի գնացել էր հենց այդ համաձայնության հետևից։ Չէ, ես կարծում եմ ուրիշ խնդրով էր գնացել, հիմա կասեմ, ուրեմն ես կարծում եմ, որ դա կրկին հեռու է Թուրքիան այդ հարցերից եւ իրենք թե Ֆրանսիայում եւ թե եվրոպական մյուս հատվածները, հատկապես պարլամենտում սկսեցին խոսել այն մասին, որ եթե Թուրքիան ուզում է վերականգնի նախկին անգամ այսպես դերը որոշ չափով Եվրամիության գործընթացում, ուրեմն պետք է ազատ արձակի Սալահեդին Դեմիրթաշին, Օսման Քավալային եւ Էքրեմ Իմամօղլուին։ Այսինքն ինչեւ ազատ չարձակեց մարդկանց, անիմաստախոս է ժողովրդավարական ինչ որ գործընթացներ։ Հիմա Եվրոպայի խորհրդի դիտորդներ են գալիս Թուրքիա։ Այո, իհարկե։ Ում նախաձեռնությունն է դա Եվրոպայի թե Թուրքիան է։ Գիտեք, տեղեկատվություն չկա, բայց չկա էլի բացառել, որ հենց Էրդողանի նախաձեռնությունը լինի, որ ցույց տա, որ իրանց մոտ ամեն ինչ նորմալ է, վերահսկողությունից դուրս չի։ Իսկ ինչ վերաբերում է Ֆիդանին, իմ կարծիքով Ֆիդանի այցը Ֆրանսիա ավելի շատ կապված է այն քննարկումների հետ, թե Եվրոպան ինչ անվտանգային նոր համակարգի այսպես սցենար կամ տեսլական է փորձում մշակել, որտեղ Թուրքիայի գերխնդիրն է այդ նոր համակարգի մասը կազմել։ Դե խոսվել է նաև հայ-ադրբեջանական օրակարգից։ Դե կարծում եմ տեսանելի էր, որ կխոսվեր հայ-ադրբեջանական օրակարգից, որտեղ վերջին շրջանում եվրոպական երկրները կարծես թե այդքան նույն Միացյալ Նահանգների դեպքում այդքան ուղիղ Ադրբեջանի հետ չեն խոսում, չգիտեմ, այստեղ կարելի է երևի ինչ որ բացատրություններ տալ, որքան որ Թուրքիայի հետ, ըստ էության Թուրքիային կոչ հանելով, որպեսզի ինքը որոշ դրական դեր խաղա այս գործընթացում։ Այսինքն բանալին այնտեղ։ Այո։ Հա։ Այո, իմ կարծիքով այո։ Դե երևի հենց այդտեղից էլ բխում է ադրբեջանական խանդը հանդեպ հայ-թուրքական որոշակի շփումների, օրինակ Մարգարան այդպիսի աղմուկ բարձրացրեց ադրբեջանական լրատվամիջոցներում, մենք գիտենք ինչ է նշանակում ադրբեջանական լրատվամիջոց, եւ չօգնեցին անգամ թուրքական բացատրությունները, թե որը ինչպես է արվել։ Գիտեք, տեսեք, Ադրբեջանի մեր տարածաշրջանում գործոն վերածվելուն այս պահին, ուրեմն հիմնական իր ամբողջ քաղաքականության ամեն ինչը կապված է Թուրքիայի հետ, որտեվ ինքը թե ես միայն պատերազմը նկատի չունեմ։ Սկսած նրանից, որ ադրբեջանցի դիվանագետներին անգամ թուրքերն են պատրաստել դեռ անկախությունից ի վեր սկսած մինչև այսօր։ Այսպես լուրջ կրթություն ստանալու համար մի զգալի հատված կնոց հիմա Սիրիայում իրենց դիվանագետներին են։ Այո, նույն ճանապարհը Ադրբեջանը անցել է, նույն։ Իրենք հատկապես միջազգային կառույցներում, որ մարդկանց ուղարկել են, խոշոր պետություններում, որ ուղարկել են դեսպաներ։ Այսինքն Անկարայում գիտեն Ալիևին ով է փոխարինելու։ Ենթադրում եմ այո։ Դե իրանք գիտեին անգամ, որ էլ չբեին պիտի փոխարինի Ալիևը եւ այդ մասին անգամ Սուլեյման Դեմիրելը իր մի հարցազրույցների ժամանակ ասում է։
Եվ շատ ակտիվ են այնտեղ, եթե այս բոլորի կողքը դնենք հատուկ ծառայությունների, մյուս ոլորտների եւ այլն, մենք տեսնենք ինչ պատկեր է ստացվում։ Այսինքն մի պահ եթե պատկերացնենք Թուրքիան մի քիչ ավելի սահմանափակում է իր գործունեությունը Ադրբեջանում։ Ադրբեջանը իրականում շատ ավելի խոցելի վիճակում կհայտնվի։ Եվ իրենք իրենց համար իհարկե նաև այս ընթացքում բավականին միֆեր են ստեղծել։ Այսինքն հիմա այդ միֆերը առնվազն իշխանության մակարդակով բարձրաձայնվելու է, առնվազն ներքաղաքական խնդիրների հետ կապված։ Եվ Հայաստանը այստեղ կարևոր դեր կարող է խաղալ։ Այսինքն եթե Հայաստան ու Թուրքիայի հարաբերությունները կարգավորվում են, նկատի ունեմ դիվանագիտական հարաբերությունների հաստատում եւ փոխադարձ դեսպանատների բացում։ Դա կրնի առաջին լուրջ քայլը։ Այո, սահմանափակ ինչ որ թեկուս քայլեր լինեն, այսինքն երբ որ թուրքական մամուլում ոչ միայն ադրբեջանական նարատիվը անմիջապես հրապարակեն, այլ օրինակ չեզոք ինչ որ հոդվածներ լինի, չեզոք թեկուզ ուղղակի Հայաստանի մասին քննարկումներ լինի, սա արդեն իսկ ցույց կտա, որ Ադրբեջանի ուրեմն դերը Թուրքիայի համար կնվազի։ Դե այդպիսի օրինակ էր թուրք լրագրողներ եկան, չէ՞, Հայաստան գնացին եւ տեսածը իրենք այնտեղ դա էլ դուր չէր եկել։ Իհարկե դուր չէր եկել, որովհետեւ տեսեք Ադրբեջանը մեր որքան էլ որ Վրաստանը Թուրքիայի հետ ունի բավականին սերտ կապեր, որոշ ռազմավարական նախագծերում են իրենք միասին։ Այնուամենայնիվ այդ այսպես գիծ կա այնտեղ գծված։ Ադրբեջանն է Թուրքիայի տարածաշրջանային այսպես քաղաքականության հիմնական հենարանը, որը Ադրբեջանը հիմնականում կառուցել է այն թեզի վրա, որ երկուսն էլ, այսինքն Հայաստանը երկուսի համար թշնամի պետություն է։ Հիմա եթե ինչ որ մի չափով դա կոտրվում է, էլի մնում հասկանում ենք ռազմավարական տեսանկյունից խնդրի կարևորությունը, բայց Ադրբեջանը այստեղ իր դիրքերը մի փոքր զիջելու է։ Այսինքն այդ ընդհանուր վտանգի, ընդհանրապես Հայաստանից եկող վտանգ Թուրքիան չունի, այդ մասին անգամ Թուրքիայում 1000 անգամ է ասվել։ Այսինքն անվտանգության ռազմավարությունը որ նայում ենք, չկա Հայաստանի մասին ընդհանրապես խոսք չկա։ Դե կա հետարքիր վարկած, թեև Բաքվի պահանջները այլ բան են վկայում, բայց իրականում հայ-ադրբեջանական համաձայնեցված պայմանագիրը չի ստորագրվում, որովհետև դրանից հետո Թուրքիան սահմանը փակ փայելու ոչ մի բան չունի, այո։ Հա։ Խնդիր չունի, բացվելու է սահմանը։ Եվ այստեղ արդեն Ադրբեջանը արդեն իսկ որոշ չափով կորցնելու է Թուրքիայի համար իր դերը, այսպես ասեմ, այս դերը նու կարելի է, իհարկե սա ռազմավարական չի, միանգամից նշեմ, որտեվ իրանց մեջ կա եւ ինստիտուցիոնալ, բայց որոշ չափով այստեղ Հարավային Կովկասում գնալու է թուլացում, այսինքն Ադրբեջանի, չգիտեմ, այդ հիմիկվա քաղաքականությունը չէ, որ անդադ Հայաստանին պահում է այսպես ոնց որ շանտաժի վիճակում կհարձակվեմ ու Հայաստանը դրանից լուրջ վախենում է, որտեղ կա այնտեղ հետևում Թուրքիա։ Այսինքն տեսեք, ինչ որ մի չափով սրա կոտրվելը արդեն իսկ խաթարելու է Ադրբեջանի ծրագրերն առաջին հերթին, որտեղ Հայաստանի այսպես բառ օգտագործեմ զսպելը ինչ որ տեսանկյունից շրջափակման արդյունք է եղել։ Հայաստանի շրջափակումը վերանում է, Հայաստանը դառնում է նորմալ պետություն։ Եվ ինչու՞ չէ կարող ապագայում նույն Թուրքիայի հետ էլ որոշ, չգիտեմ, ինչ որ ծրագրերի իրականացում տեղ ունել։ Դրա համար էլ Ալիևը ամեն ինչ պետք է անի ձգի հայ-ադրբեջանական կարգավորում։ Ալիևը ամեն ինչ անի ձգելու համար, բայց իմ կարծիքով այստեղ դեռ Անկարանն էլ վերջնական քաղաքական որոշման չի եկել Հայաստանի հետ սահմանի բացման հարցում, որովհետև անկախ այդ հանգամանքից։ Այո, եթե Անկարան վերջնական գա այդ քաղաքական որոշման կայացմանը, ինքը կարող է ազդել Բաքվի վրա։ Եթե, չգիտեմ, դա հավանական է թե ոչ, Թուրքիան եւ Եվրամիությունը ոչ անդամակցության մակարդակով, բայց ունենան շատ արդեն բաց հարաբերություններ, այնպիսին, որ Թուրքիան ընկալվի արդեն այդ ընտանիքի անդամ։ Դա մեր շահերից բխում է, ասում եմ։ Ես կարծում եմ մեր շահերից բխում է դա։ Ես մեկ շատ գլխավոր բան նշեմ, ընդհանրապես մեր շահերից բխումը ավելի աշխարհիկ,
ավելի արևմտամետ, ավելի եվրոպական արժեքներին ձգտող Թուրքիա։ Դե Հիմա Մողլուն պետք է օգնել ինքը դառնա նախագահ Թուրքիայի։ Էրդողանը այդպեսին չի լինի։ Իհարկե Էրդողանը այդպեսին չի լինի, ոչ թե իսլամական իրեն լրիվ արևելյան պետություն տեսնող սուլթանական ու, չգիտեմ, նեոսմանական, պանթյուրքական հովերով տարված Թուրքիա։ Այս լրիվ տարբեր Թուրքիաների մասին է խոսքը։ Իհարկե այնպես չի, որ աշխարհիկ Թուրքիան չի մտածելու պանթյուրքիզմի մասին, բայց արդեն հնարավորություններ ուրիշ խնդիրներ են գալու, իրանք կընտրեն միշտ արևմտյան ուղղությունը։ Դե Եվրոպա-Թուրքիա այդ ռևերանսները ռուսական կողմն էլ դուր չի գալիս։ Իհարկե, որտեղ ռուսական կողմը հենց սկզբից ամբողջ մամուլը եթե նայում ենք ռուսական, իրենք հենց ուղիղ խոսում են նրա մասին, որ Էրդողանը իրենց համար ամենաձեռնտուն է այս պահին, որ մնա Էրդողանը, որովհետև ընդդիմությունը անգամ իր ուրեմն նախընտրական այս կամպանիայի ընթացքում իմ ընտրությունները նկատի ունեմ եւ նաեւ Քլիչդարօղլուն նախագահական ընտրությունների ժամանակ իրենք Ռուսաստանի հետ համագործակցությունը գրեթե տեղի չէին հատկացրել։ Ուղղակի որ կպահենք լավ հարաբերություններ, շատ ինչ որ մի այսպես չեզոք բան է, իսկ այն դեպքում երբ որ Էրդողանը իսկապես քայլեր կատարել է Ռուսաստանի հետ որոշ հարաբերությունների զարգացման տեսանկյունից, հետաքրքիր իր միջայլոց իրավապայմանագրային բազա է ձևավորվել, տարբեր բացի տնտեսականից։ Այսինքն ինչ որ մի հարաբերություններ եղել է, իսկ Ռուսաստանը, քանի որ ինստիտուցիոնալ այսպես հարաբերություններ կամ ազդեցություն չունի թուրքական բոլոր ուժերի հետ, քեմալականների հետ ընդհանրապես չունի։ Դրա համար իրենք չեն պատկերացնում, որ օրինակ գան քեմալականները իրենք ոնց են աշխատելու։ Էրդողանի հետ արդեն այսպես լիդերային դիվանագիտությունը աշխատում է Պուտին, Էրդողան, իսկ ընդդիմության դեպքում դա չի աշխատելու։ Լավ, մոտենանք ավարտին։ Հիմա հայտնի է, որ ընդդիմությունը ստորագրավահավաք է սկսել, որպեսզի գնա արտահերթի։ Դա հավանական սցենար է Թուրքիա։ Ես գիտեք արտահերթ ընտրությունները կարծում եմ, որ պետք է սպասել, որ Թուրքիայում արտահերթ ընտրություններ հնարավորությունը պետք է սպասել, բայց դա Էրդողանին ձեռնտու հնարավորության մասին պետք է մտածել։ Ոչ թե ընդդիմության այս գործընթացների։ Իրենք գուցե հավաքեն այդ 28 միլիոնը։ Ինչայլոց շատ մասնագետներ կան հենց Թուրքիայից։ Իրանք նշում են, որ եթե չխոչընդոտեն ու մարդկանց իրականում շատ վախեցնում են, ավելի շատ կհավաքեն։ Բայց արդյոք դա իրավական հետագա գործընթաց, այն էլ Թուրքիայի իրավական համակարգում կարող է տանել նրան, որ գնան արտահերթի։ Էրդողանը կգնա արտահերթի, երբ որ իր համար բարենպաստ պայմաններ կստեղծվեն, որտեղ նույն ինքը Էրդողանը ունի մի հատ շատ հետաքրքիր խոսք, ասում է բոլոր իրավիճակները, հատկապես ճգնաժամերը, դրանք հնարավորություն են, որը կարելի է օգտագործել։ Բայց հիմա Էրդողանի վախերը ավելի ակնհայտ են, քան նախորդ դեպքերում։ Հիմա տեսեք, հանրահավաքային ժողովրդի հետ ինչպես են վարվում, չէ՞, ուժայինները։ Նախկինում եղել է այդպես։ Միշտ էլ եղել է Թուրքիայում այդպես։ Մարդը գնում է հանրահավաքի, հաջորդ օրը տանում են բան։ Միշտ էլ եղել է Թուրքիայում, միշտ էլ այդքան ուսանող պիտի ձերբակալի Էրդողանը, ինչ է։ Չեմ կարծում, որ այդքան մշակութային հայտնի գործիչներին, այո, դե ինչայլոց բավականին մեծ թվով մարդկանց արդեն ձերբակալել են, մարդիկ կա, որ անգամ քրեական վարույթներ են սկսել, որովհետև այնտեղ ընդդիմությունը նաև շատ գրագետ խաղում է, սա էլ պետք է ասեմ։ Ինքը ընդդիմությունը այսպես երկարատև ռազմավարությամբ է այսպես իր ծրագիրը դրել ու շատ գրագետ խաղում է ընդդիմությունը։ Տեսեք օրինակ բոյկոտի կոչը։ Եվ հիմա երեկվանից կոնկրետ իրանք քրեական գործեր են վարում բոյկոտի կոչ արողների նկատմամբ։ Որովհետև դա արդեն գործատեղից ներքև։ Այո, եւ գիտեք ինչն է հետաքրքիր, որ իրանք առաջինը բոյկոտը սկսվեց, առաջին իհարկե անցած շաբաթվանից է սկսվել Էրդողանի ընտանիքին պատկանող բիզնեսներից։ Այդ ամենահայտնին այդ Espresso Lab-ն է, որը ըստ որոշ տեղեկությունների նրա որդուն է պատկանում Բիլալ Էրդողանին, եւ հենց առաջինը Օզելը դա կոչ արեց, որ առաջին բոյկոտը սկսում ենք այդտեղից։ Այսինքն այն բիզնեսի այն բաներն են, որոնք անմիջապես Էրդողանի ու նրա նեղ շրջապատին է վերաբերվում։ Ուղղակի իմ կարծիքով պետքա դեռ այդ զարգացումների հետաքրքիր սցենարները դեռ առջևում են։ Շնորհակալություն Նելի Մինասյան, թուրքագետ։